Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակից Արթուր Կնյազյանին ծեծելու դեպքից 23 օր անց դեռ կասկածյալ չկա։ Կոմիտեի ղեկավարը, որ որպես վկա հարցաքննվել է քննչական կոմիտեում, պնդում է, որ ինքը ծեծել չի տվել Արթուր Կնյազյանին։ Իհարկե, արդեն դա հայտնված է։ Արթուր Կնյազյանի կինն էլ պնդում է, հենց Սուրեն Թովմասյանի հրահանգով են ամուսնուն ծեծել։ Հանցագործը Սուրենն է։ Վերոնիկան նորություններ է պատմում իր աշխատանքից ազատվելու մասին, ինչի պատճառով ամուսինը հայհոյախառն հաղորդագրություններ էր ուղարկել կադաստրի կոմիտեի ղեկավարին, ապա ծեծի ենթարկվել։ Պարզվում է, դեռ ապրիլին են ցանկացել աշխատանքից ազատել Վերոնիկային։ Ամուսինը նրա պնդմամբ հանդիպել է կոմիտեի ղեկավարի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանի եղբոր Խաչատուրի մտերիմներին, որոնցից մեկի անունը Ռոման է։ Վերոնիկայի խոսքով ամուսինը Ռոմանին ճանաչել է ամիսներ անց, սեպտեմբերի 14-ին, իրեն ծեծողների խմբում։ Այդ հոծ բազմությանը, որ տեսել է ամուսինս, նրանց մեջ ճանաչել է Ռոմանին։ Հենց Ռոմանին տեսել է, հասկացել է, որ ընկել է ծուղակը։ Վերոնիկան տպավորություն ունի, որ վերջին օրերին ինչ-որ մարդիկ հետևում են իրեն ու դստերը։ Հիմնական մեր այդ գնացած վայրերում այտենց նկատում ենք այդ մեքենաներին։ Մի հատ չի, մի քանի հատ։ Արթուրին 3 նորից քննչական կոմիտե են կանչել, աչքի վիճակի մասին բժշկի եզրակացությունն են ուզել։ Ուզում են պարզել, տղամարդու տեսողությունն իսկապես ծեծի հետևանքով է վնասվել։ Հայկ Ավանեսյան, Առաքել Օհանյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։